Կրոնական, ցեղային, համայնքային պատկանելիության շեշտադրում, թալիսման, որը պահպանում է չար ոգիների ազդեցությունից, ճակատագրի փոփոխության մեծ ձգտում, ավելի խորհրդավոր երևալու ներքին ցանկություն, սպիների քողարկում, թե պարզապես էսթետիկ մոտեցում սեփական անձին։ Ինչու են մարդիկ իրենց մարմնի վրա դաջում տարատեսակ պատկերներ, ինչ է խորհրդանշում այդ պատկերները, ինչ ֆիզիկական ու հոգեբանական ազդեցություն ունեն դրանք մարդու կյանքում։ Այսօր խոսելու ենք վաղնջական ժամանակներից սկիզբ առած մի մշակույթի կիրառման, ծագման անհրաժեշտության կամ գուցեև ավելորդության մասին, դաջվածքներ կամ տատու արտ։ Ողջույն։ Դաջվածքը մարդկության պատմության հնագույն ավանդույթներից է։ Այս երևույթը որոշ բարոյագետների կողմից նույնիսկ արժանացել եւ արժանանում է քննադատության։ Սակայն այն այդպես էլ չի լքել մարդկանց կենցաղը, այլ կրել է ժամանակաշրջանին հարիր փոփոխություններն ու հարմարեցվել մարդկանց նախասիրություններին։ Խորհրդային տարիներին շատերի մոտ մի թյուր կարծիք կար, թե իբրև դաջվածքը այդ շրջանում առավել հայտնի նակոլկա կոչվածը հիմնականում տարածված է քրեական աշխարհում եւ այդ աշխարհի ներկայացուցիչների առանձնահատկությունն է։ Բնականաբար դա այդպես լինել չէր կարող, որովհետև դաջվածքի մշակույթն ունի շատ հին ակունքներ եւ կիրառվել է գրեթե բոլոր հնագույն ժողովուրդների մոտ։ Տատու նշանակում է նկար։ Տատու բառը Եվրոպա է եկել Ջեյմս Կուկի շնորհիվ, մեծ ներդրում է ունեցել Ջեյմս Կուկը, Պոլինեզիայից իր հետ ամբողջ մարմինը տատուարված աբորիգեն է բերել ու սկսել այդ աբորիգենը ցիրկում ցույց տալ իր տատուները ու դրա հաշվին է Եվրոպայում սկսել տարածվել տատուն։ Հետո սկսել են արդեն անել սպիտակամորթ մարդիկ, եվրոպացի մարդիկ, հետո քիչ-քիչ սկսեցին արիստոկրատները հետաքրքրվել դրանով, արիստոկրատները սկսեցին տատուներ անել։ Գերմանացի պատմաբան, քաղաքագետ Հենրիխ Վուտկեն արդարացիորեն պնդում էր, որ դաջվածքը մարդկության զարգացման հսկայական ու ահռելի ճանապարհի առաջին քայլերից մեկն է։ Այն, ինչպես եւ մարդու ցանկություններն ու երևակայական դրսևորումները, ուներ եւ ունի տարբեր բնույթներ՝ կրոնական, գաղափարական, էրոտիկ, գեղագիտական, գերբնական եւ այլն։ Հնագույն ժամանակներում դաջվածքները հիմնականում ծեսերի ժամանակ էին կիրառվում, մատնանշելով դաջվածքը կրողի ցեղային կամ համայնքային պատկանելիությունը։ Հնում դաջվածքներն ունեին ավելի հասարակ ու պրիմիտիվ պատկերավորումներ։ Եվ քանի որ դաջվածքները հիմնականում ներկայացնում էին ցեղին հատուկ առասպելաբանությունն ու ավանդույթների ամբողջականությունը, ապա դաջվածքը կատարող վարպետը իրավունք չուներ որևէ պատկեր ավելացնելու կամ պակասեցնելու։ Ժամանակակից տատուարտով զբաղվող մասնագետներն անհամեմատ ավելի ազատ են իրենց գործողություններում, ինչը հնարավորություն է տալիս ազատ թողնել երևակայության սահմանները։ Յուրաքանչյուր մարդ, երբ որ ուզում է տատու անի, դա սեփական անձի հանդեպ քննություն է։ Քանի որ գիտակցում են, որ տատուն դա լուրջ քայլ է, դա այն որոշումներից մեկն է, որ դու երբեք հետ ճանապարհ չունես, այսինքն դու չես ջնջելու։ Այդ դեպքում դու ուզած-չուզած մտածում ես, թե ինչ պետք է անես, որը քեզ ուղեկցելու է ամբողջ կյանք։ Այդ դեպքում մտածում ես քո սեփական ուղեղով ու գտնում ես մի բան, ինչը քեզ ավելի հարազատ է։ Այսպես տատուները պատմում են յուրաքանչյուր մարդու մասին։ Կապ չունի ինչ պատկեր է արված, հենց այդ պատկերը պատմում է կոնկրետ մարդու մասին։ Այս տատուն անելուց հետո ինֆոբիան անցավ, գուցե նրանից է, որ հավատքից էլ է, շատ հավատում ես, որ ինքը իր էներգիան ունի եւ կարա կյանք ամբողջ փոխել։ Ինձ համար տատու արտիստի մոտ գնալը, այդ քայլը հավասար է դոկտորի մոտ գնալու, խիրուրգի։ Երբ որ քիթ ես փոխում կամ ինչ-որ միջամտություն, դա всю жизнь։ Спасибо за свою музыку, thank you for your music. Սա ինձ գնչու է գադալը когда-то, если որ Չեխիայում էի ապրում, ես այս գնչուն երազին եմ տեսել։ Այս տատուից հետո ես ինձ մոտ կար շատ մեծ ցանկություն չգովազդեմ, շատ մեծ արտիստի հետ հանդիպելու, ռուսական շոու բիզնեսից, народный артист России Киркоров։ Մենք այս տատուից հետո երկու անգամ հանդիպել ենք։ Ինքը երազից եկավ եւ ասաց, որ сделаю эту татуировку дорогой, и мы увидимся, пообщаемся։ Եվրոպայում դաջվածքի մասին տեղեկությունները տարածում են գտել հետախույզ ճանապարհորդող Ջեյմս Կուկի միջոցով։ Նա իր գրառումներում տվել է երևույթի կատարման մանրամասն բնութագիրը։ 1700-ական թվականներին Կուկի արշավախմբի բուսաբան հայտնի բնագետ Ջոզեֆ Բենքսը Անգլիա վերադառնում է մարմնին դաջված կարած։ Եվ քանի որ նա երկրում բարձրաստիճան անձ էր, շատ կարճ ժամանակամիջոցում դաջվածքը դառնում է ավանդույթ, նախ Անգլիայում, ապա եվրոպական մի շարք երկրներում։ Կուկի նավակազմի բազմաթիվ անդամներ, իրենք էլ կրելով տարբեր դաջվածքներ, հիմնականում պոլինեզիան եւ ճապոնական պատկերներով երկրում վերարտադրում են դաջվածքի գործընթացը։ Առաջին անգամ հենց Բենքսն էր, որ օգտագործում է տատու բառը։
Հին ժողովուրդները դաջվածքներ էին կատարում շեշտելով իրենց հավատալիքների ուժը, ներառելով բազմաթիվ գերբնական խորհրդանիշներ՝ պատղաբերության, գրավչության, սիրո, նվիրվածության։ Դրանք հաճախ կիրառվում էին որպես թալիսման բացասական էներգիաներից խուսափելու եւ չար ոգիներին հեռացնելու համար։ Դաջվածքը համարվում էր նաեւ ստրուկների, դատապարտյալների տարբերանշան։ Ժամանակակից դաջվածքները նույնպես պարունակում են գեղագիտական, կրոնական, կոսմետիկ, հուզական, ինչպես նաեւ պատկանելիություն մատնանշող իմաստներ։ Շատ դեպքերում մարդկանց վրա դաջվածքներ էին կատարում իրենց կամքին հակառակ, բռնության գործադրմամբ։ Այդպիսի դեպքեր եղել են թե հայկական մեծ ցեղասպանությունից հետո, թե հոլոքոստի ժամանակ։ 1915 թվականի ցեղասպանությունից հետո հարկադրաբար դաջվածքներ էին արվում իսլամ ընդունած հայ կանանց ձեռքերին, երբեմն էլ ճակատներին ու դեմքերին։ Իսկ նացիստների կողմից յուրացված կեռ խաչի նշանը ֆաշիստները դաջում էին համակենտրոնացված ճամբարում գերության մեջ հայտնված հրեաների վրա։ Պարտադրաբար դաջվածքներ էին կատարվում նաև բանտախցերում կալանավորների մերժված դասի ներկայացուցիչների վրա, որպեսզի բանտ նոր ժամանող բանտարկյալները չճանաչելով նրանց պատահաբար արատավոր շփում չունենան այդ իրավազուրկ ու հեղինակազուրկ զանգվածի հետ, որովհետև նրանց բարևելն անգամ բանտային կյանքի համար անպատվաբեր էր։ Դաջվածքները տարբեր պատկերներ ունեին, սկսած շրջաններից, կիսալուսնից, վերջացրած խաչերով։ Դրանք տարբեր նշանակության էին, բնականաբար, օրինակ արաբ բեդվինները, երբ որ որդեգրում էին այդ իսլամացված երեխաներին կամ իրենց տուն էին տանում իսլամացված կանանց, որպեսզի թուրքերը նրանց ճանաչեն կամ քուրդ բեկերը կամ աշիրետները նրանց ճանաչեն որպես արաբական աշիրետների կամ ցեղերի անդամ, ասենք իրենց ճակատին դաջում էին վերոհիշալ դաջվածքները, որոնք ասեցի, տարբեր գույներով։ Օրինակ կանաչ թանակով դաջվածքը նշանակում էր, որ տվյալ կինը, կարելի ասել ինչ-որ տեսակ նշանված էր արդեն որևէ արաբի հետ, որ հետ պատրաստում են շուտով ամուսնանալ։ Այդ դեպքում թուրքերը նրան երբևէ չէին կարող ձեռք տալ։ Կապույտ գույնով կատարված դաջվածքը նշանակում էր, որ տվյալ մարդը մահմեդական ինքնություն ունի արդեն, այսինքն մուսուլմանացված է եւ հարմարում է որպես յուրայի։ Օրինակ Չինաստանում, եթե հանդիպում են դաջվածքներ դեմքի նկատելի հատվածներում, ուրեմն դրանք կատարվել էին որպես պատիժ բանտարկյալներին եւ ստրուկներին։ Հռոմեական կայսրության զինվորներն իրենց մարմնի տարբեր հատվածներում, հիմնականում երևացող մասերում, կրում էին դաջվածքներ, որպես հավատարմության նշան բանակին եւ կայսրությանը։ Որքան էլ զարմանալի է, սակայն գլադիատորներն ու ստրուկները կայսրության ժամանակ ունեին միևնույն դաջվածքները։ Հին Եգիպտոսում մումիաների վրա նույնպես կարելի էր հանդիպել դաջվածքներ, որոնք ունեին բուժիչ հատկություն եւ նշանակություն։ Եգիպտոսում խավերի բաժանված քաղաքակրթություններ, այսինքն հասարակ ժողովուրդ, զինվոր, շինարար, ճարտարապետ, փարավոն, մինչև փարավոն։ Տատուները բաժանված էին երկու բովանդակության, այսինքն վախ ներշնչող տատուներ եւ հավատ ներշնչող տատուներ։ Վախ ներշնչող տատուներն էլ իր հերթին ենթաճյուղերի։ Էլ ավելի բարձր խավը որոշում էր, որ ճարտարապետի վրա պետք է լինի Օսիրիսի թեման բնութագրող դաջվածքներ, որտեղից եւ մումիա անել, այսինքն հանդերձյալ աշխարհում մարդու հոգին կան պետք է թափարի այնքան, մինչեւ համարի, որ այս մարդը արժանի է նորից վերակենդանանալու ու ինչպես պետք է գտներ թարմ պահպանված մարմին եւ թարմ պահպանված մետկաներ, այդ նշանները, որոնք բնականաբար դաջվածքի տեսքով էին, ամենատարբեր էին։ Կան մումիաներ հայտնաբերված, որտեղ դաջվածքը, ասես, չգիտեմ, 20 տարվա դաջվածք լինի, այսինքն լավ պահպանված։ 1846 թվականին Գերմանիայից Բոստոն ներգաղթած Մարտին Հիլդերբրանդն առաջինն էր, ով Ամերիկայի Միացյալ Նահանգներում դարձավ դաջվածքի առաջին մասնագետը։ Հենց նա էր, որ 1861-ից 1865 թվականներին տեղի ունեցած ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ դաջվածքներ էր անում մարտնչող երկու կողմի զինվորներին։ Արդեն 20-րդ դարում ուսումնասիրություններ կատարող համապատասխան մասնագետները եկան այն եզրակացության, որ դաջվածքներն ունեն թաքնագրեր, ծածկագրեր, մոգական ու գերբնական հատկություններ։ Մարդաբաններն այս մշակույթի տարածումը եւ ստանձնած դերակատարումը բացատրում էին հետեւյալ պատճառներով. գրավչության, պաշտպանական, վախ եւ հատուկ ազդեցություն ունենալու միջոցներ, որպես տեղեկություն այս կամ այն հանրույթին պատկանելու վերաբերյալ։
Ազգաբանական նյութերը ցույց են տալիս, որ այս երևույթը խորտ չէ եւ ընդհակառակը բավական տարածված մի երևույթ է եղել արխայիկ հասարակություններում եւ հատկապես այն մշակույթներում, որտեղ մարդը կարիք է ունեցել շեշտելու իր սոցիալական կարգավիճակը, այսինքն աստիճանակարգը սոցիալական դրանով եւս երևացել է եւ ինչն է հետաքրքիր, որ նույնիսկ հասարակություններ կան, եթե մարդը դաջվածք չունի, անկախ իր սեռից նա սոցիալ կին է, տղամարդ է, մահից հետո նրան պատիժ է սպասվում այն աշխարհում։ Դաջվածքներն ունեն նաև հոգեբանական ներգործություն, քանի որ մարդու հոգեկան աշխարհը գիտակցությունն ու անգիտակցությունը հաճախ, իսկ ըստ հոգեվերլուծաբան Վեներա Կաստի մշտապես իրենց արտահայտությունները գտնում են այս կամ այն սիմվոլներում, եւ քանի որ դաջվածքն իր էությամբ ու բովանդակությամբ ոչ այլ ինչ է, քան սիմվոլ, անկախ իր տեսակից, ապա կարելի է ասել, այն խորհրդանշան է, որն արտահայտում է կրողի գիտակցական կամ ենթագիտակցական տեղեկատվությունը։ Կոնկրետ հոգեբանական կողմից ասեմ, յուրաքանչյուր մարդու համար շատ կարևոր է ունենալ այնպիսի տատու, որը որ ինքը կուզենա ամեն օր տեսնի, որը որ կուզի տեսնել շրջապատի մարդիկ ու պարտադիր չի տատուն լինի գեղեցիկ։ Ինքը պետք է ունենա պատմություն ու ոնց որ յուրաքանչյուր նկար, որը պետք է ունենա կենդանի շունչ, նաև տատուն պետք է լինի կենդանի։ Կենդանի լինում այն դեպքում, երբ որ իհարկե գիտակցաբար արվում, թե հենց ինչ պատկեր է դա ու հարց թե ինչ է ձեր համար նշանակում է տատուն, ինքը ունի սիրուն պատմություն դրա մասին խոսելու։ Դաջվածքի կիրառումն իր ձևավորման սկզբնական փուլում ուներ երկու հիմնական նպատակ։ Առաջին, այն պատմում էր մարդու տոհմական առանձնահատկությունների եւ կենսագրության մասին, եւ երկրորդ, դաջվածքն ամենատարածված խարանն էր ստրուկների ու հանցագործների շրջանում, որը պատմում էր նրանց կարգավիճակի ու կատարած մեղսագործության մասին։ Տատուով տարբերում էին իրար, հասկանում էին այդ մարդը ով է, ինչ աշխարհայացք ունի, ինչի համար է դատվել։ Գողերը, օրինակ, գողերի մոտ տարածված էր աստղերը, որը որ համարյա բոլորը գիտեն, 8 անկյունով աստղերը, բայց ավելի գեղեցիկ պատկերներով, ավելի հետաքրքիր սիմվոլիկաներ է եղել, որոնք որ հիմա այդքան մարդիկ տեղյակ չեն։ Հանցագործ աշխարհում շրջանառվող եւ կիրառվող դաջվածքներն իրենց նշանակությամբ եւ իմաստով տարբերվում են մնացած բոլոր պատկերանշաններից։ Այստեղ դաջվածք հանելիս ցուցաբերվում է հատուկ զգուշավորություն, որովհետև դաջվածքն այս հանրույթի կողմից ընկալվում է որպես որոշակի միջավայր մտնելու ցուցիչ։ Հանցավոր աշխարհի պատկանելիություն, դիրքի եւ գերակայության շեշտադրում, երբեմն էլ հիշողություններ հանցավոր ընկերների վերաբերյալ, արտահայտված հատկապես անվան առաջին տառի տեսքով կամ մարմնի տեսանելի հատվածում բանտախցի համարի դաջմամբ։ Քրեական աշխարհում առավել տարածված են ոտքերի վրա արվող դաջվածքները։ Օրինակ, կալանավորի ծնկներին առկա աստղաձև դաջվածքը կամքի ու ազատության սիմվոլ են։ Ռուսաստանում օրինակ առաջել է շատ տարածված եղել տատուն, օրինակ առաջի ստուդիան բացվել է, եթե չեմ սխալվում, 1905 թվականին։ Ուղղակի հետո սովետական շրջանում մինչև այդ անգամ ցար Նիկոլային ունեցել տատու, գնացել է տատուի համար Ճապոնիա ու դրակոն արած ձեռքին։ Մի խոսքով նորմալ երևույթ էր Ռուսաստանում, բայց սովետական միությունից հետո, հեղափոխությունից հետո ավելի շատ տարածում գտավ բանտերում տատուն։ Ու հանցագործները այդ ձևով ճանաչում էին իրար, այսինքն ով ինչի համար է ընկել բանտ, ինչ հանցագործություն է կատարել, ինչ դիրք է զբաղեցնում հանցագործ աշխարհում։ Նակոլկեն ավելի շատ համարում են բանտային տատուները, քանի որ այնտեղ կա կոնկրետ սիմվոլիկա, այսինքն կախված է պատկերից։ Օրինակ կարիճի տեսակ կա, կարիճ մոր, որը որ նարկոմանի նշան է, բայց այդ չի նշանակում, որ հիմա եթե մարդ կարիճ անի, ուրեմն այդ է նշանակում։ Այս տեսակ աստղեր իրենց ծնկներին իրավունք ունեն դաջել միայն եւ միայն բանտարկյալներից ամենաշատ հեղինակություն վայելողները, որոնք կարողացել են ապացուցել, որ իսկապես երբեք ծնկի չեն իջնի։ Եվ եթե հանկարծ այս դաջվածքն ունեցող հեղինակություն նորերից մի օր գախնի համագործակցության մեջ մտներ բանտային աշխատակիցների հետ կամ այլ ձևով խախտեր իրենց համար ընդունված օրենքները, ապա այլևս իրավունք չուներ կրելու դաջվածքը եւ այն հեռացվում էր ծնկի վրայից դանակով կտրելով մաշկի այն հատվածը, որի վրա արված էր դաջվածքը։ Մեծ խաչը խորհրդանշում է կրողի քրեական աշխարհում բարձր դասի ներկայացուցիչ հեղինակություն լինելը։
Սարդը Սարդոստայնում դեպի վեր դիրքով սարդը նշանակում է գողացել եմ եւ շարունակելու եմ գողանալ, իսկ դեպի վարը գողացել եմ, սակայն այլևս չեմ գողանում։ Այս դաջվածքն անում են նաեւ թմրամոլները։ Եթե դաջվածքը եկեղեցու գմբեթներ են, ապա յուրաքանչյուր գմբեթ խորհրդանշում է հերթական դատվածությունը, դատվածությունների քանակը։ Նավակ, այսպիսի դաջվածք ունեն մի քաղաքից մյուսը տեղափոխվող եւ գողությամբ զբաղվող մարդիկ։ Հասարակ ոչ հեղինակություն վայելող բանտարկյալը եթե անի դաջվածքները, որոնք հարիր են միայն օրենքով գողին, ապա նման դաջվածքներ անելու դեպքում կպատժվի մահով, այլապես յուրաքանչյուր կատարված դաջվածքի համար նա պիտի պատասխան տա։ Ութանկյուն աստղեր նշանակում է, որ դաջվածքի կրողը կնքված օրենքով գող է։ Այս դաջվածքն արվում է միայն թագադրվելուց հետո։ Իրականում բանտարկյալների ոտքերի վրա արված դաջվածքների տեսակները բազմազան են։ Դրանք կարող են լինել սատանայի, կմախքների, շղթաների, ամրոցների ու վանդակաճաղերի պատկերներ, որոնք անգամ բանտից դուրս գալուց հետո ընդգծում են նախկին դատապարտյալի քրեական պատկանելիությունը։ Հանցագործ աշխարհում շատ հանդիպող դաջվածքներից են նաև կատվի դեմքով եւ տեսքով եղող դաջվածքները, որոնք իրենց բովանդակային մեկնությամբ զարմանալիորեն ոչ մի կապ չունեն կենթանու հետ։ Պարզապես այն ռուսերեն կոդ բառի հապավումն է, որի ամբողջական նշանակությունը հայերեն թարգմանությամբ կարդացվում է այսպես. բանտի բնիկ բնակիչ։ Դե աշխարհի ու այդ կյանքով ապրող մարդկանց համար տատուն կարևոր է զուտ նրանով, որ արդեն եթե իրանց մարմնի վրա կա, իրանք տվյալ կարգավիճակում են, բնականաբար իրանց խոսքն է արդեն ազդեցիկ, ուր մնաց իրանց մարմնի վրայի դաջվածքը, ինչքան ազդեցիկ ու տեսանելի ու հասկանալի կլինի։ Օրինակ, չեք տեսնի ծովափնյա որևիցե քաղաքում շորթերով հանցավոր աշխարհի ինչ որ ստատուս ունեցող մարդը, ինչ որ քայլելով անցնի, էլի, այտենց պրոստը տուպը, ոնց որ մենք ենք գնում հանգստանալու, չէ՞, բացում ենք սաղ ու իրանք անգամ նման վայրերում այդ կոկիկությունը կորեկտությունը պահում է, որպեսզի տեսանելի չլինի, որովհետև կան դաջվածքներ, որով միանգամից ստատուսը որոշվում է։ Քրեական աշխարհում ամենահեղինակավոր մարդկանց համար է նախատեսված նաև մեկ այլ դաջվածքի տեսակ՝ արծիվ պատկերող դաջվածքները։ Հանցագործ աշխարհում արծիվ բառով կոչում են այն կալանավորներին, ովքեր իրականացրել են փախուստ կալանավայրից։ Իրականում քրեական հեղինակությունների շրջանում նրանց թռչունների հետ բաղդատելը վիրավորական բնույթ ունի, սակայն այս համատեքստում արծիվը բացառություն է։ Թևերը պարզած գլխավերևու մաստղ ունեցող արծվի պատկերը կարող են իրենց մարմնի վրա դաջել միայն օրենքով գողերը։ Արծվի պատկերով դաջվածքը հարգանքի նշան էր նաև կին հանցագործների մոտ։ Եվ թեև կանայք այդպես էլ օրենքով գող տիտղոսը կրելու իրավունք չէին ստացել, սակայն հեղինակություն վայելող կին հանցագործներին այնուամենայնիվ թույլատրվում էր մարմնի վրա ունենալ արծվի պատկերով դաջվածք։ Դե քանի որ ես իրականում դաջվածքներին կարևորություն տալիս եմ, սիրում եմ նաև դաջվածքներ անել, բայց որ իմաստ ունենան ու արդարացված լինեն, ոչ թե ուղղակի նախշանեմ ու անցնեմ առաջ։ Այս երկու դաջվածքներս ձեռքերիս բացատրությունը դե ինքը ֆիլմի ժապավենն է, որի մեջ իմ ընտանիքի անցած ճանապարհն է, իմ Գերդաստանի անցած ճանապարհը, 15 թիվը Եղեռնի այդ ամբողջ էությունը միշտ հիշելու ու վերապրելու համար է, 80-ը իմ ծննդյանազուտ 88-ը Գյումրի Սպիտակի երկրաշարժը, որտեղ ես ծննդով գյումրեցի եմ, 92-ն էլ մեր ամենասիրելի Շուշի ազատագրման տարեթիվն էր խփած, որին նույնպես իմ ընտանիքի անդամները մասնակցություն ունեցել, բայց ցավոք սրտի այս պահին էլ մերը չի, բայց այտենց չի մնալու իմ կարծիքով։ Առաջնաստված հետ կբերենք։ Փոքրուց եմ շատ ուզել, որովհետև շատ էի սիրում, շատ գեղեցիկ էր ինքը, բոլորի մարմիններին որ տեսնում են, միշտ երազում էի ունենայի, բայց միշտ այդ չէ բառը եղել է տունը, որովհետև եթե դու ունենաս, դու տուն չես մտնելու հաստատ։ Եղել են այդպիսի հանգամանքներ, կռիվներ, պապա աղջիկ այսպիսի հարաբերություններ։ Ու մի օր այսպես որոշեցինք ընկերներով, շատ մոտիկ մեզ հարազատ ընկերներով արեցինք առաջինը խաչը, որը մեր ընկերության ամենա այսպես սիմվոլն է, շատ լավ ընկերություն ունենք մենք ընկերներով այդպես որոշեցինք, 5 հոգի արեցինք այդ նույնից։ Հիմա էլի ունեմ երազանք, անելու եմ, ճիշտ է, հələ չի հասունացել պահը, կանեմ ու կանեմ իմ երգի բառերը հենց իմ մարմնի վրա, այդ անելու եմ Այայի երկիր Արցախ, որովհետև Արցախը դա իմ հոգու, իմ սրտի միակ տեղն է, որտեղ ոչ կանեմ ամենասիրուն տեղերից մեկը սրտիս մոտ։
Սիմվոլների մեկնությամբ զբաղվող բազմաթիվ մասնագետներ հատուկ ձեռնարկներ են հրատարակել, որտեղ մանրամասնորեն ներկայացրել են պատկերներն իրենց նշանակությամբ եւ իմաստային յուրահատկությամբ։ Օրինակ, սովորական աստղը խավարից ճառագող լույսի սիմվոլն է։ Դանակը առաջ է քաշում վրեժի, զոհի կամ մահվան գաղափարը։ Ձուկը պտղաբերության, լոտոսը մաքրության, անարատության, առողջության նշան է։ Վարդը համարվում է բարեհոգության սիմվոլ, իսկ արծիվը հպարտության։ Մթության ու մահվան խորհրդանիշ է նաև բուն, իսկ ահա ուժ ու հզոր էներգիա իր մեջ կրում գայլի պատկերով դաջվածքը։ Հին փիլիսոփայական բոլոր ուսմունքներում լոտոսը համարվում է ոչ միայն գեղեցկություն, այլև ինքը ունի իր մեջ խորհուրդ, որ դու դրանով կհասնես քո գերնպատակներին։ Ինձ համար դա շատ կարևոր գաղափար էր, որպեսզի այն լիներ ինձ վրա։ Ես կարծում եմ դրանից լավագույն տարբերակ հնարավոր չէր կնոջ համար, ինչպես նաև տարատեսակ տարբերակներով լոտոսը հոլովում է որպես մաքրություն, պտղաբերություն, գեղեցկություն, ընդհանրապես կանանց դեպքում դա սիմվոլիկա է նրա, որ կինը բոլոր ամեն տատուի դեպքում ամեն վատ բանից ինքը միևնույն է գեղեցիկ կերպով դուրս է գալիս այդ ամենից եւ ինքը կա եւ ծաղկում է։ Հնում էթնիկ հիմնականում նոր զելանդական ցեղերի մոտ դաջվածքը միջոց էր սեփական հիշողության մեջ հիմնավորապես արմատացնելու ցեղի ավանդույթների, մտածելակերպի ու ворթեգրած գաղափարների ամբողջական համակարգը։ Այս հին ցեղատեսակների մոտ հատկապես շատ տարածված էր դիմակային դաջվածքը, որն ընդգծում էր ցեղի պատկանելիությունը, խավը, ընտանեկան ու անձնական ձեռքբերումները։ Նա ով զուրկ էր դիմակային դաջվածքներից, ուրեմն ստրուկ էր եւ չուներ իրավունքներ։ Ըստ նրանց ընդունած կարգի սեփական մարմինը չպատկերազարդած մարդը ոչնչով չի տարբերվում կենդանուց։ Աբորիգենների մոտ ընդունված կարգ է, եթե մեկը կենդանության օրոք հրաժարվել է կրել դիմակային դաջվածք, ապա մահից հետո նրա համար սահմանվում է սարսափելի պատիժ։ Դաջվածքն այս ցեղերի մոտ սրբազան ծես է, այն կատարում է քուրմը։ Հայկական դաջվածքներում եւ մարմնի վրա եղած պատկերազարդումներում օգտագործվող կենդանական սիմվոլները մեծամասամբ եղել են տոտեմներ, որոնք սերտորեն կապված են եղել մեր ժողովրդական հին պատկերացումների ու ընկալումների հետ։ Օրինակ հայերի շրջանում տարածված է եղել մարմնի վրա աղվեսի պատկերումը։ Հայերի շրջանում աղվեսի պատկերով դաջվածքը համարվում էր աճի, պտղաբերության, բարի ուժերի տոտեմական խորհրդանիշ, որը պայքարում էր չար ուժերի դեմ։ Աղվեսի պատկերի վերաբերյալ հայերից մոտեցումները կտրուկ փոխվեցին քրիստոնեության ընդունումից հետո, որովհետև քրիստոնյաները աղվեսը համարում են հեթանոսական պատկեր։ Կային հատուկ կնիքներ, որոնց միջոցով քրիստոնեական եկեղեցին դաջում էր գաղափարային հակառակորդների ճակատները։ Դաջվածքի այս տեսակը կոչվում էր աղվեսադրոշմ։ Բավական քիչ տեղեկություններ են մնացել եւ անշուշտ քրիստոնեական մշակույթը դրա մեջ դերակատարություն ունի, որովհետեւ դա համարվում էր մի աստծո տված տաճար, որը չպետք է որևէ փոփոխության ենթարկվի։ Բայց մենք տեսնում ենք նաև մեր մատենագրության մեջ Գրիգոր Մագիստրոսի մոտ կա տեղեկատվություն այն մասին, որ թոնդրակեցիները օրինակ պաշտում էին աղվեսին որպես տոտեմ եւ հետաքրքիր է, որ հենց քրիստոնյա հայրերի կողմից, քարոզիչների կողմից թոնդրակեցիներին զատորոշելու իրենց բանը ճիշտ ուղուց, այսպես կոչված, նրանց ճակատին դրոշմում էին աղվեսադրոշմ, որը ասում են, հենց դա նկատի ունեն։ Այսինքն մեր նախաքրիստոնեական մշակույթի մեջ հստակորեն հնագույն տոտեմիստական հավատալիքների դրսևորումներ եղել են։ Հայ հասարակությունը հիմնականում խոսում են մարդկանցից, ովքեր ապրում են Հայաստանից դուրս, բնականաբար կարոտով, երբ որ գալիս են Հայաստան որպես տուրիստ, ուզում են իրանց վրա ունենալ հայկական ինչ-որ մի բան, հայկական զարդանախշերից, չգիտեմ, նույն հայկական խաչը բնականաբար որ շատ է, ինչի են դա անում, որպեսզի դուրսը օտարության մեջ պատմեն իրենց ազգայինի մասին։ Սա շատ կարևոր է ու դրա համար մենք հայկական թեմայի մեջ շատ ենք խորացել։ Արտասովոր դաջվածքի տեսակ է նաև լեզվի վրա եղող դաջվածքը։ Այս գործընթացքը բավականին ցավոտ, երկարատև ու անհարմար է, որովհետև ողջ ընթացքում հարկավոր է լեզուն դուրս հանած պահել, մինչև դաջվածքի կատարման ավարտը։ Զարմանալի ու տարօրինակ է, սակայն կան մարդիկ, ովքեր դաջվածքներ ունեն աչքի խնձորակի վրա։ Դրանք հիմնականում գունավոր դաջվածքներն են եւ աչքին հաղորդում են բավականին վախենալու տեսք։
Դաջվածքներ կան նաև ատամների վրա։ Այս դաջվածքի կատարման տեխնիկան միանգամայն տարբեր է հիմնական դաջվածքի կատարման եղանակից։ Ատամների վրա դաջում են մասնավորապես փոքրիկ, ոչ մեծ նշանակություն պարունակող պատկերներ։ Ամեն մեկը մի դեպրեսիայի արդյունք է ինձ մոտ։ Սա երբ որ տենց ծանրաբեռնված էի ու ծանրաբեռնվածությունս ընկերներս չհասկանալով ամեն մեկը մի բան էր խնդրում ինձ, ասենց առավոտ արթնացա ու որոշեցի, որ պետքա դաջեմ այստեղ այն ես իմն եմ ու ոչ մեկ չեմ ուզում, որ օգտվի իմ այդ բարեհոգությունից, բարեսրտությունից, այդպես, սա այդ մի դեպրեսիայի արդյունք է, սա I born to create beauty, սա մասնագիտական է, ծնված եմ որպեսզի գեղեցիկ ստեղծեմ, ես օրինակը ինձ վրա կբերեմ, իմ վրա հայտնված 2-3 դաջվածքները հենց հոգեբանական, չգիտեմ, լավ ու վատ վիճակում գտնվելու արդյունք է, սա վատ վիճակում գտնվելու արդյունք է, ոտքինս ավելի ուրախ ու նպատակ դրած կայացած արդեն իրականացած նպատակի արդյունք է, ես կարծում եմ մարդ հոգեպես պետք է պատրաստ լինի, որ դիմի դրան, որտեվ գիտեմ շատ մարդիկ, որ արել են ու փոշմանել են։ Չեմ ընդունում ընդհանրապես դաջվածքները, քանի որ սկսեցի ուսումնասիրել Աստվածաշունչը եւ իսկապես դառա քրիստոնյա։ Ղևտացիների 19:28-ում է գրված, որ վետեր մի շինեք ձեր մարմինների վրա, կտկտած գրեր մի արեք, քանի որ Աստված մարդուն ստեղծեց իր իսկ պատկերով, իր իսկ նմանությամբ, ապա այդտեղից հետևություն, որ անիմաստ պետք չի ինչ-որ կեղտոտել մարմինը։ Դաջվածքի առումով COVID-ը եղավ դրական։ Ես ստրեսի մեջ չէի կարողանում հաղթահարել այդ ամենը, տնից ընդհանրապես դուրս չէի գալիս, միայն պատշգամբ էի դուրս գալիս, այդպես մարդկանց նայում էի, ես հասկացա, որ եկել է այդ պահը, որ ինձ ստրեսից միայն կարող է հանել դաջվածքը։ Եվ արդեն քիչ թե շատ 11 տարեկան էր այդ ժամանակ որդիս, ես նրան կանչեցի, ասի կար, գիտես, որ տատիկը դեմ է, բայց հիմա արդեն դու են տարիքում ես, որ տատիկը դեմ լինի, դեմ չլինի, եթե դու կողմ լինես, ես կգնամ այդ քայլին։ Մայր և որդի որոշեցինք, ես գնացի, իսկապես ես ստրեսից դուրս եկա։ Ես հասկացա, որ իմ փրկությունը փաստորեն կյանքում չէի պատկերացնի, բայց դաջված կանելներ, այդ ճիշտ է ինքը շատ սուր ցավ չէ, ես էլ ցավադիմաց կունեմ, բայց այդ թեթևակի ծակծկոցը, այդ ամեն ինչը ինձ հանեց ստրեսից։ Կարելի ասել, որ հիմնականում կանայք դաջվածքներն անում են գեղագիտական նպատակներով, իսկ տղամարդիկ ավելի մեծ ուշադրություն են ուղղում դրանց իմաստի ու նշանակության վրա։ Համաշխարհային հայտնի աստղերի զգալի մասն իր մարմնի վրա կրում է տարատեսակ դաջվածքներ։ Այսպիսի մարդկանց պարագայում ենթադրվում է, որ ամենայն մանրամասնությամբ նկատի են առնվում պատկերվող դաջվածքների բովանդակությունը։ Օրինակ, երգիչ Քրիս Բրաունն իր մարմնի վրա դաջվածքներ սկսել է անել 13 տարեկան հասակից։ Նրա մարմնի մեծ հատվածը պատված են Քրիստոսի, զանազան գանգերի, նինդզյաների պատկերներով։ Ֆուտբոլի աստղ Դեյվիդ Բեքհեմն իր մարմնի վրա ունի դաջած որդիների Բրուկլինի, Ռոմեոյի և Կրուզի անունները։ Երգչուհի Ռիհաննայի ողջ պարանոցով մեկ մինչև թիակների հատվածը պատկերված է աստղերի կասկադ, իսկ ձախ ուսին դաջված է անգլերեն R տառը, նկատի ունենալով նրա 2009 թվականին թողարկած ալբոմի անվանումը։ Հայտնի համաշխարհային դերասաններից շատերը համոզված են, որ իրենց դաջվածքները կարող են խանգարել կարիերայի աճին և ստեղծագործական ընթացքին։ Այդ պատճառով նրանք դաջվածքներ են կատարում մարմնի չերևացող հատվածներում։ Ծածուկ դաջվածքներ ունեն Բրեդ Փիթը, Ջուլիա Ռոբերտսը, Սանդրա Բալոքը, Քեյթ Բլանշեթը, Քերոլայն Քենեդին և էլի շատերը։ Համաշխարհային աստղերի մեծամասնությունն այսօր իր մարմնին կրում է զանազան նշանակություն ու իմաստ պարունակող դաջվածքներ։ Նրանցից շատերը կրում են այնպիսի պատկերներ, որոնք հատուկ են իլյումինատներին, մասոնական շարժման անդամներին կամ սատանայապաշտներին։ Ես արեցի օրխիդեաներ, քանի որ դա նշանակում է գեղեցկություն եւ Ամազոնիայում օրխիդեա ծաղիկը ոնց որ գեղեցկության աստվածուհին էր։ Դրա համար ես դա արեցի, նա գեղեցիկ, սենց սիրուն էկզոտիկ ծաղիկ է։ Եվ կալիբրի պուջուրս, այսպիսի թրջուն, դա էլ նշանակում է նա ամենտեղ կարա թռնի, այսինքն ինքը ազատություն, հետաքրքիր այն է, որ ես պետք է զգամ մարմնի որ հատվածին, ես ինչ եմ ուզում, կամ ուզում եմ, թե չէ, ես այդ դատում տեսնում եմ,
մտքիս մեջ դա էփվում է ու գալիս եմ, ասում եմ, ես ուզում եմ այդպիսի բան։ Մի ոտքի վրա ես արեցի պիոն ծաղիկ։ Պիոնը դա իմպերատորական ծաղիկ է, այսինքն դա նշանակում է նաև հարստություն։ Դա ասեցի, պետք կգա, մարդ ես մի օր միգուցե։ Եվ դաջեցի այսպիսի պիոնը մի կողմից, աստղեր։ Դա աստղերը դա ավելի շատ տենց այն մարդիկ են անում, ովքեր բեմի վրա են, չգիտեմ, կամ դերասաններ, երգիչներ եւ այլն, դա ոնց որ օգնում է կարիերային ավելի առաջ գնալու։ Դա էլ արեցի, պարտադիր զատիկ, պուճուր, դա հետույքի վրա կա, կարմիր։ Ինչպես արդեն նշեցի, դաջվածքները կիրառվել են եւ շարունակում են կիրառվել որպես թալիսման։ Կան մարդիկ, որոնց դաջվածքները սեփական ճակատագիրը փոխելու նպատակ ունեն։ Մարդիկ կան, որոնք վկայում են, որ դրանք իրենց կյանքում մեծ իրադարձությունների ու փոփոխությունների պատճառ են հանդիսացել։ Այս մոտեցումը գալիս է դեռ հին ժամանակներից, երբ մարդիկ չար ոգիներին հեռացնելու համար իրենց մարմնի վրա սիմվոլիկ նկարներ են արել։ Շատերի վկայմամբ հնում եւ հիմա էլ դաջվածքները խոսում են ոչ միայն տվյալ անհատի ծագման մասին, այլ նաեւ ունեն բացասական ուժի հոսքից պաշտպանելու, կյանքի հունը փոխելու, չարաճկից ու հիվանդություններից հեռու պահելու զարմանահրաշ հատկություն։ Նշեմ, ինձ համար դաջվածքը առանձնահատուկ տեղ ունի, որովհետև ես չեմ պատկանում այն մարդկանց թվին, ովքեր անում են դաջվածքներ, ուղղակի ունենալու մարմնի վրա պատկերներ։ Ես ունեմ ոչ այդքան շատ դաջվածքներ, ահա այս մեկը եւ թաքնված մի դաջվածք, որի մասին խոսեմ փոքր ավելի ուշ։ Ահա խոսենք այս դաջվածքից, այստեղ գրված է Friends Forever, հավերժ ընկերներ, դա մենք 16-17 տարեկան հասակում ենք արել, են փողոցային տղաները, որ փողոցային կյանքով որ հավերժ ընկերներ, Փառք Աստծո ընկերներս կան, իրանց ողջունում եմ բոլորին, 4-ս ենք, միասին արել ենք, որ ամբողջ կյանքում մենք չմոռանանք, որ մեկս մյուսի համար պատրաստ ենք, ամենակարևորը թե նեղության, թե ուրախության օրերին։ Այս դաջվածքը ինքը ինձ համար շատ թանկ դաջվածք է, ինքը իմ կյանքն է բեկել, կարելի ասել, որովհետև այստեղ ամիս-ամսաթիվ է նշված, որ օրվանից սկսած իմ կյանքում փոփոխություններ են տեղի ունեցել դեպի լավ, այսինքն ես քնից արթնացել եմ, որոշել եմ, որ այսինչ օրը ես անում եմ այս դաջվածքը ու ինձ միշտ հիշեցնում է, որ դու արել ես այսօրվանից դու ինչ-ինչ բաներ, ինչ-ինչ սովորություններ, միգուցե չգիտեմ, ինչ-որ բաներ, խոսքը չի գրում տեն շատ վատ բաների մասին, սխալ չպատկերացնեն, ուղղակի մարուկներ, որոնք ես ուղղակի ուզում եի ձերբազատվեի ու ինձ օգնեց։ Իմ ամենասիրած, ամենահետաքրքիր իմաստ պարունակող դաջվածքն եմ արել, որովհետև ինքս էլ համամիտ եմ այդ մտքի հետ, ամեն ինչ հնարավոր է, երբ հավատում ես, ու այս ֆորման հենց տառերի ես եմ ընտրել, ու իմաստային դաջվածքներին կողմ եմ, բայց որ ուղղակի մարդիկ ինչ-որ բաներ են անում, դրան այդքան էլ կողմ չեմ։ Մի հատ էլ ունեմ այս հատվածում, այդ էլ տարեթվեր են, շատ հարազատ մարդու տարեթվեր։ Պատերազմից հետո ավելի շատ դարձան մարդիկ, որ կնախընտրեին եղբոր, հա, կամ հոր, կամ ինչ-որ իրար ընկերոջ դիմապատկերը կամ ինչ-որ անվանական թիվ կամ խորհուրդ, որը քիչեցներ իրանց հարազատին, բայց իհարկե ես անձամբ խորհուրդ չեմ տան նմանատիպ տատուներ, որովհետև բացի բացասական էներգիայից ոչ մի դրական էներգիա չկա այդ ամեն ինչից, այսինքն դա մատերիալ չկա, մատերիալը գոյություն չունի, չի կրա ինքը լավ ինչ որ բան հիշեցնեմ մարդուն, ավելի շատ վատը հիշեցնե, քանի որ մա վատ բան է։ Կան ինչպես դրական իմաստ պարունակող դաջվածքներ, այնպես էլ բացասական ուժ հաղորդող դաջվածքի տեսակներ։ Բացասական դաջվածքի դասին հիմնականում պատկանում են հենց դևի պատկերով դաջվածքները, որոնք ունեն ոչ միայն մահվան ու դժբախտության խորհուրդը, այլ նույնիսկ կարող են հենց այդպես բացասաբար էլ ազդել դրանք կրողների վրա։ Թեև դեմոնի պատկերով դաջվածքը սատանային պաշտողների համար ունի միանգամայն այլ նշանակություն։ Դևերի դաջվածքների որոշ հայտնի ձևեր ներկայացնում են սատանային որպես աշխարհի բոլոր չար արարածների առաջնորդ։ Դաջվող կերպարը հայտնի է նաև Լուցիֆեր անունով, ով ամբարտավանության ու գոռոզության պատճառով երկնքից հեռացված եւ ընկած հրեշտակն էր։ Սովորաբար այս պատկերը ներկայանում է կարմիր դեմքով, երկու եղջյուրով, սրած պոչով եւ եռաժանիկ։ Բայց դևը նաև տարբերվում է արտաքին տեսքով, կախված տվյալ մարդու մտածելակերպից, կենսակերպից, մշակույթից եւ հավատալիքներից։ Դևերի դաջվածքների մեծ մասը չարամիտ արարածներ են եւ խորհրդանշում են յուրաքանչյուր մշակույթի հավատալիքներն ու քաղաքակրթությունը։
Եվ դևերի որոշ դաջվածքներ պարտադիր չէ, որ սատանայական լինեն, դրանք կարող են պարզապես ներկայացնել առօրյա կյանքի չարիքը։ Ինչպես պնդում են ազգագրագետների ու պատմաբանների հետազոտությունները, դաջվածքի մշակույթը հատուկ է գրեթե բոլոր ժողովուրդներին։ Այն լայնորեն տարածված է ժամանակակից աշխարհում։ Իհարկե ես որպես անհատ այդպես էլ չկարողացա ըմբռնել, թե ինչու են մարդիկ արհեստական հավելումներ կատարում Աստծո կողմից ստեղծված իրենց կատարյալ մարմինների վրա։ Սակայն սա ընդհանրապես սեփական տեսակետ է եւ ոչ բնավ քննադատություն։ Յուրաքանչյուր մարդ ազատ է իր ընտրության հարցում։ Պարզապես դաջվածքներ կատարելիս հարկավոր է ուշադրություն դարձնել դրանց նշանակությանը, իմաստին, պատկերի ներքին էներգիային եւ հետեւողական լինել դրանք իրագործելու միայն հատուկ մասնագիտացված սրահներում, զերծ մնալով վտանգավոր մի շարք հիվանդությունների փոխանցումից։ Առողջ եղեք եւ գեղեցիկ, իսկ մեզանից յուրաքանչյուրն ունի գեղեցիկի վերաբերյալ սեփական պատկերացումները, իսկ մենք անպայման կհանդիպենք իմանալու ավելին։